Այսօր հունիսի 25-ին ողբերգական ավտովթարը տեղի ունեցել Երևանում ժամը 0:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Աննան իր վարած Hyundai Elantra ավտոմեքենայով Ալթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել Հրազդան մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ի դեպ մոտ 25 րոպե առաջին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ Ալիտա Նիկոյանը բլոգեր եւ դերասան Նորայր Նիկոյանի հարազատ քույրն է։ Star News-ը ցավակցությունն է հղում ընտանիքի անդամներին եւ հարազատներին։ Այժմ աստղային այլ նորություններ։ Երգչուհի Մաշ Իսրայելյանը, ով սպասում է իր երկրորդ բալիկին, հրապարակել է նոր ընտանեկան կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է նրա առաջնեկը Աննան խաղում հայրիկի հետ։ Բա ով կպատկերացներ։ Հրապարակմանը կից գրել է Մաշ Իսրայելյանն ու հրապարակել ջերմ ընտանեկան կադրեր։ Առաջարկում ենք դիտել դրանք։ Չէ, անհերիք հա դե արդեն բան արեց։ Ինչ։ Նոշը։ Բլոգեր Նինա Տիտանյանի օրը խոստանում է լինել հագեցած եւ շատ խառը։ Ինչպես բլոգերն է նշում իր Instagram-յան էջում, նա պատրաստվել է օրվան շատ հատուկ կերպով։ Իսկ մենք առաջարկում ենք լսել նրա խոսքն առանց մեկնաբանության։ Երեխեք, ես գտել եմ պատճառը, ինչի եմ հիվանդացել, ձենս ահա որա։ Ես հիշում եմ, որ նստել էի հաստատ տաքսի, այդ տաքսի մեջ կոնդիցիոները միացրած էր ու ես այսպես հիվանդացել եմ։ Հուսամոտս թոքաբոր չի։ Շատ վատ եմ ուզում իրականում, բայց այսօր կնունք եմ ու չեմ կարա չգնամ, որտեղ շատ եմ ուզում գնամ, բայց այսօր պետք է պատրաստվենք իրար հետ։ Նենց սիրուն շոր եմ հագնելու, նենց սիրուն, նենց տրամադրված եմ։ Աման։ Երեխեք, այսօրվա իմ խառը օրվա մասին։ Այսօր կնունք եմ, Էրենի աղջիկա։ Ու ինչա եղել։ Ոչ իմ նենց ստացվեց, որ դեպքա պատահե մեյքափ արտիստս այսօր չէր կարա ինձ ընդուներ։ Ու ես ոնց որ ես չգիտեի ինչ անեի, արագ զանգել եմ բյութի ֆաբրիկ, գրանցվել եմ։ Հարցն է, որ ես պետք է գնամ մազ մեյքափ պետք է գնայի, հետո գնայի Lana Fashion-ում հագնվեի։ Բայց քանի որ մազս մեյքափս արդեն ուշ է, հիմա ստիպված պետք է գնամ Lana-ից հագնվեմ, գնամ մազ մեյքափ։ Ոչ իմ այս ամբողջ ընթացքը կտեսնեք, պլյուս հաշվի առեք, որ հիվանդ եմ։ Այտենց, ոչ իմ 20-ոց։ Երեխեք զուտ հիշեցի, որ սունկա չունեմ, չեմ վերցրել, նոր սունկա ինձ առա, սենց այդ շորի հետ քսազի, ու ընկերուցուս իրա կաբլուկն է վերցրել, որտև գիտեք ես կաբլուկների տեսականին չունեմ, գնացի հակա կաբլուկը անհարմար էր իմ համար, հիմա պետք է գնամ կաբլուկի առնեմ, ինչ լավ ասկսե իմ օրը, ոչ իմ գնեմ կաբլուկ ինձ առնեմ, որտեղից առնեմ, որ հարմար լինի, չգիտեմ։ Երեխեք կաբլուկ էլ առա, եկել եմ Lana Fashion փոխվեմ, բայց չեմ ցույց տալու full, մինչև մեյքափ մազս պատրաստ չլինի։ Բլոգերներ Հայկն ու Տաթևը շարունակում են ընկերական միջոցառումներ կազմակերպել ու այդ ընթացքից կիսվել բացառիկ տեսանյութերով, իսկ մենք ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։
Անկեղծ չգիտեմ ինչ ենք այս ժամին եկել հասել բջնի։ 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 Չեմ չէ հարություն։ Բա ինչ։ Բջնի։ Բջնի։ Հա։ Բջնի։ Կանք դու էի բջնի ասել որ հենց հիմա ասել բջնի։ Բջնի։ Այդ դա բջնին ճիշտ չի։ Չէ, բջնին ճիշտ է, բայց բջնին է մեր բոլորը։ Հա, բայց բջնի։ Առաջ անգամ եմ ասում բջնի։ Երբեմն ծիծաղում են, որ մենք ընկերական չաթ ունենք, այդ չաթից այս վերջում նեղացել հելել էի ոչ։ 19 օրետա նոր ջոգել եմ։ Ես էշիպես գրում եմ տատ, բաուր ես Ես օրեսը չգիտեմ ինչ չեմ ասում։ Մենակ արդարության համար ասեմ, որ այսքան ես այս տղու հետ կռվում եմ, շա այս տղա է, այս ինչ անունը։ Արի բայց մենք չենք կռվել։ Մենակ ինքն է նկատել, որ ես դուրս եմ եկել այդ չաթից։ Բայց այնը մեզ տատը սարա։ Հա, մենակ ինքն է Տատը նկատել, սարա։ շատ նկատել։ Շատ գնահատում ենք, շատ շնորհակալ ենք Երիկ ջան։ Ես հունիսի 19-ին դուրս եմ եկել, 2 օր առաջ են ջոկել, որ չկամ։ Ես էլ ասում եմ, լավ էս ինչ առհամարական վերաբերվում։ Լավ, չէ, լավ են, ոնց չոբանա, հասկացանք։ Անին, ասեցի անին կասեր, Սրանք բանիտներ չեն դնում, ես գրում էի։ Ասում էի, անին կկանչերելի հյուրն տալա, կկանչեր հետ։ Ոչ թե Էն որ անկապ կռվում ես մարդուդ հետ, սպասում ես, որ ինքը տնսաղ գիշեր կնեղվի, ինքը ֆռում գնում է։ Այդ վիճակներ մոտս, չգիտեմ, նեղվել էի, ոչ մեկ շանտեղը չդրեց։ Ցալին։ Ժողովուրդ նախորդ ստորում սխալ եմ ասում, ոչ թե հունիսի 19-ին եմ դուրս եկել չաթից, այլ հունիսի 1-ին։ Ուղղակի որ ասեմ, իմանաք շատ կարևոր ինֆորմացիա։ Դուք ըղի եք, ուրեմն Ես ձեր զալն չունեմ։ Տատիս ասել, երեխեքից, ես կապ չունեմ։ Անի տատին ասելա, որ դե շրջապատից մեկը հղի է լինելու։ Ո՞վ է ճիշտ ասեք։ Մեկը միս։ միամ։ Դե ժամանակ եմ սկրինինգ արելու։ Ասեկան միանգամից գենդեր։ Այդ ոնց որ կասկածներ կա, որ կասկածներ կա, որ հղի է միամ կիմանանք։ Պենան տղա է։ Այդին պատերա տանք այդ օրը։ Լավ, դուք մեզ ճանաչում եք տենց բանի համար, տենց բանի համար։ Իբր վատ բան է։ Հա բայց իսկականից մեր էջում միակ ինտրիգները որ եղել է հղիության հետ կապված։ Մենք ուրիշ բանը երկար տենց ինտրիգ չենք արել։ Ուրիշից է բերում Հայկոն։ Ինչ է բերում։ Երեխա։ Կռակածի։ Մանկապարտեզ։ Մանկապարտեզ։ Տիգրան, ինժեներ։ Ասած այդ քնարակ չեր լինի։ Բարագին։ Ճոգած վաբշե ուղղության վրա չեն։ Հորսը սուտ եք ասում կամ սպասքա կամ շորա։ Բայց ո՞վ ասել որ բիզնեսը։ Նախ բիզնեսը, բա ի՞նչ է։ Միատելատուն։ Դե ուրեմն Ու դաչա է առել ուրեմն պիտի մտածեք։ Միատելատուն։ Ուրեմն դաչա է առել սխպնված։ Չգիտենք, եթե դուք մեզանից պատասխան եք, կարող եք ասել չգիտենք։ Եթե ինչ-որ մի բանի առնելն է, ոչ թե բիզնեսը, Հա։ բայց ֆակտ։ Նայեք, բայց այդտեղ մի հատ է բան կա։ Բայց եմ էտել բաց առում։ Ուղղակի նայեք, երբ որ ինչ-որ մի բանը մենակ մեր ուրախությունն է, ես չեմ սիրում այդ դրա վերաբերյալ ինտրիգ անել։ Այսինքն կոպիտ ասած ազգը սպասում է, որ դու ասես սեփական տուն եմ առեմ, հե։ Ուրախ ենք քո համար։ Ուրիշների ուրախություն, ասի հուշումը։ Չէ, ուզում եմ ասեմ, սա նաև բոլորի համար է լավ բան։ Բոլորի համար լավ բան։ Իմ համար։ Այսինքն բոլոր ուրախանալու են։ Ավայ կրոտի